Հələ մի բան հարցնեմ։ Մարիշ, հա? Չես լսում։ Մարիաննա, ինչ ես այդքան մտածում։ Հեն մամ, չէի լսել։ Ալլան դպրոց գալիս, հա։ Չէ մամ, չի եկել ոչ մի անգամ։ Բայց չգիտես որտեղ են ապրում, ինչ են անում։ Գիտեմ մամ։ Երեկել ճաշին բորշ են կերել մամ։ Բայց Մարիշ։ Ինձ շատ քիչ է հետաքրքրում որտեղ են ապրում։ Թե իրանց մասին ընդհանրապես չիմանայի, ավելի երջանիկ կլինեի։ Ճիշտ չի։ Քույրս ա չհետաքրքրվեմ Մարիաննա։ Ինձ Հիմա ինչ անեմ։ Եկել էին ապրելու տեղ չտայի։ Ինձ էլ դուր չէր գալիս, բայց ինչ անեմ հիմա։ Այնքան փափուկ ա սիրտս, չեմ կարողանում։ Միշտ ինձ խանգարել ա դա։ Վերջ դուր հա ձևերիդ մամա։ Պապա երբ ա գալու։ Չգիտեմ։ Ինչ ա եղել, որ Հեչ։ Մամ, այն օրը պապան մի բան ասեց։ Մինչև հիմա մտքիցս դուրս չի գալիս։ Հա? Այդ ինչ ասել, որ մտքիցդ դուրս չի գալիս։ Ասեց հոգ չեք տանում իմ մասին։ Այ։ Նոր հեքիաթներն են, հա, հերթական։ Մարիաննա, դու մի անգամ տեսել ես, որ հայրդ կեղտոտ վերնաշապիկով ման գա։ Կամ գատուն ճաշը պատրաստ չլինի, սոված լինի, ինքը տեսել ես երբևէ նման բան։ Մամ, ինքը այդ նկատի չունի, մամ։ Բա էլ ինչ նկատի ունի։ Իհարկե ուշադիր չենք իրա նկատմամբ։ Վայ։ Իհարկե։ Դու միշտ հորդ կողմն ես, բայց քեզով ա պաշտպանում, երբ որ պետք ա լինում, մաման։ Վերջ դուր համոն մեկը դու ոչ մի բան չես հասկանա։ Պապանա։ Տատդ կլինի։ Մայալա ջան, բերեցիր արդեն։ Ես էլ ասեցի մի քիչ պառկեմ։ Հիմա կօգնեմ, որ նախաճաշեք, լավ։ Չէ, թող մնա այդտեղ, ես հետո կուտեմ։ Այսօր ամենուր անակնկալներ են, Նարեկը տաններ։ Ինչպես միշտ։ Ինչի։ Նարեկը շատ հաճախ է բացակայում դասերից։ Մայրը իր այդ աննորմալ սիրով ուղղակի փչացնում է այդ երեխային։ Ընդհանրապես Լիլիան շատ տարօրինակ է սիրում է։ Թե Տիգրանին, թե Նարեկին, մի տեսակ վայրենի սիրով է սիրում, հա, եւ խանդում է բոլորին, ամեն ինչի եւ բոլորի հանդեպ։ Հա, եւ եթե Նարեկը մի քիչ նենց նորմալ, լավ երեխա լիներ եւ երբեմն գար իր տատիկին տեսության, Լիլիան ինձ ավելի շատ կատեր։ Վերջերս Տիգրանն էլ է սկսել տարօրինակ բաներ անել։ Ինչի։ Արևիկի մասին Նարեկը ոչինչ չգիտի։ Ու ես հաճախ պահում եմ այդ նկարը, որ եթե հանկարծ Նարեկը իր հոր դրդմամբ գա այստեղ, նկարը չտեսնի ու ավելորդ հարցեր չտա։ Բարսա։ Ես կուտեմ, դու Պահեմ կերեք, լավ։ Չէ, ես կուտեմ, շատ շնորհակալություն։ Լավ։ Բայց դե այնքանով եմ հանգիստ ալաջան, որ Նարեկը սենյակ չի մտնում, այնպես որ նկարի համար հանգիստ եմ։ Լավ։ Ամենայն դեպս կօգնեմ, որ նախաճաշ ուտեք։ Թե չէ որ գնացի չեք ուտելու տիկին Սեդան։ Լավ, կուտեմ, էլի նեղություն եկարսի։ Չէ, ես ձեզ կօգնեմ։ Որ մի ժամ նստեմ, մինչև մաման զանգի,
Հաստատ ոչ մեկ չի իմանա։ Այդ հավաքարերը արդեն մաքրել աստեղ, էլ չի գա։ Եթե տեսնի, հաստատ կասի հորս։ Տափակի մեկն է։ Կոդա դրե պապան, տենց էլ գիտեի։ Սովա։ Քեզ կարմիր վայրի վարդեր նախոսկացավ ու հեռացավ Կյանքը նոր պայտորվանից վայրի դարձավ ու բարկացավ Ճակատին գրված ուղին դու չես փոխի պիտի անցնես Քո ճամփին հազար փորձանք ու տառապան կտեսնես իմ հեքիաթ անավարտ երազում ես չեմ ուզում իմ պարտեզում քո անունով բացվեմ արդեն սև թերթերով երազում քո հետքերով անմերժ վազում ու չեմ հասնում ախից սնված իմ երազին դե այդպես է միշտ սիրո հետ կա